Երկխոսություն առաջընթացի համար։ Նախորդ տարվանից ՀԿ կենտրոն հասարակական կազմակերպությունը գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի հետ իրականացնում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիր։ Այժմ արդյունքներն ամփոփելու ժամանակն է։ Ամփոփիչ միջոցառումը որոշեցինք, որ հենց լինի համագործակցություն կամ երկխոսություն առաջընթացի համար եւ փորձեցինք, որ այստեղ լինեն տարբեր փորձառություն ունեցող քաղաքասարակության կազմակերպություններ, պետական կառավարման մարմիններ, միջազգային կազմակերպություններ եւ ընդհանրապես ոլորտում գործունեություն իրականացնող փորձագետներ, որպիսի իրենք սկսեն երկխոսել միմյանց հետ։ Մեկ տարվա ընթացքում քաղաքասարակության ներկայացուցիչների համար նախաձեռնվել են կարողությունների զարգացման թեմատիկ դասընթացներ, փորձի փոխանակման եւ երկխոսության հանդիպումներ, մշակվել են արդյունավետ գործունեություն ծավալելու ռազմավարական փաստաթղթեր։ Դասընթացների մասնակիցներից 40 կազմակերպության համար մշակվել է տարբեր տեսակի ընթացակարգեր, ռազմավարական պլաններ, ֆինանսական կառավարության պլաններ եւ իհարկե հանրային հարաբերությունների հետ աշխատանքի ռազմավարություններ եւ ընդհանուր ծրագրի շրջանակներում 140-ից ավել կազմակերպություններ են մեր շահառուն եղել։ Արփինե Հակոբյանի խոսքով կարևոր է խթանել մեր երկրում մասնակցային ժողովրդավարությունը, այսինքն քաղաքացիներին եւս մասնակից դարձնել որոշումների կայացմանը, իսկ դա հնարավոր է քաղաքասարակության, պետական կառույցների եւ միջազգային գործընկերների ակտիվ գործակցությամբ։ Ընդհանրապես քաղաքացիների մասնակցությունը պետք է սկսվի ընտանիքից, դա հասարակության փոքր մոդելն է, երբ ընտանիքի բոլոր անդամները մասնակցում են որոշումների կայացմանը։ Հաջորդ մակարդակը համայնքներն են, մարդիկ պետք է ներգրավված լինեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում։ Վստահ եմ, նման հանդիպումները կխթանեն նաև Հայաստանում մասնակցայնության բարձրացումը։ Նմանատիպ աջակցության համագործակցության շնորհիվ է, որ կկարողանանք որոշակի փոփոխությունների հասնել եւ այդ վստահությունը ստեղծել։ Իսկ դա միանշանակ համընդհանուր եւ համապարփակ մոտեցում է պահանջում, ինչը պիտի ձեզ հետ միասին անենք։ Հանդիպմանը քննարկվում են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված հետագա համատեղ ծրագրերը։ Արամ Արանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։